Գրիգորյանը ասաց, որ լավ չեք հասկացել իրեն։ Ոչինչ, ինքը ջահել տղա է, կմեծանա կհասկանա։ Ինքը ջահել է, կմեծանա, բան կանի։ Դե ուրեմն ինչ է եղել, Մարդուն Գրիգորյանին ես հանգանում եմ իրենց ընտանիքին աշխարհի տակի լավ բաները, լավ լինեն, առողջ լինեն։ Մտածեն վերին Երուսաղեմի մասին մնացածը սաղ սուտ է։ Պատրաստ եք մի սեղանի շուրջ նստել։ Որ Մոսկվայի աղջիկ ջան։ Հա, այդ քո գործը չի դու այդտեղ մի մտի։ Այդտեղ մի մտի գործ ունես։ Հարցը ես տամ էլի։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Գյումրիում թալանը հետ է վերադարձել։ Դուք չեք վախենում, որ կարող է ունես զրկել։ Ով որ թալան արել է, թող գնան ունես զրկեն։ Մենք սպասում ենք դրա համար, ուզում ենք, որ ինքը գար, որ երկրի ընդեր կամբողջությամբ օֆշորներում գրածված։ Երկրի ամբողջ հարստությունը մի քանի ընտանիքի ձեռքում է, սպասում ենք, որ այդ մարդկանցից վերցնեն, դարձնեն պետական սեփականություն։ Ցավոք սրտի տեսնում ենք երկրի 90% քաղաքապետերի վրա գործեն հարուցում, ոնց որ ուրեմն խավության նոխազը լինեն քաղաքապետերը։ Իսկ եթե Ղուկասյան Վարդանի աշխատածը, որ մենք մշտական աշխատել ենք, բարձրաձայն 100 անգամ ասել ենք, ու այդ բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք, այսինքն ես որ եկեղեցի էի կառուցում մինչև քաղաքապետ լինելը, ես գումար ունեի, ես որ սովետական միության ժամանակ 5 հատ մեքենա ունեի, ու ամեն ինչ ունեի, կոոպերատիվ Սպարտակ ունեի, Գուլբան Ասկեղեն, տրիկոտաժ հասկացար, հացի գործարաններ ամեն ինչ այդ բոլոր քաղաքը գիտի եւ դրա համար ինձ 5 անգամ ցայն են տվել քաղաքապետ եւ 2 անգամ էլ դարել եմ ազգային ժողովի պատգամավոր։ Այս քաղաքի բնակիչները այնքան խիստ են, որ նմանատիպ խապեպաները, որոնք սուտ են խոսում, պատժվում են։ Հիմա որ դու ձեզ համար հարցնեք ժողովրդին, դա ձեզ համար վատ բան կասեն։ Ձեր փողով եք կառուցել եկեղեցին։ Այո։ Միած չեմ կառուցել, դա կառուցել եմ Սուրբ Նշանը, տղա ջան, գնա մի հատ մտի մոմը որ վառում ես, մի քիչ աբաշխարի դու մեղք ես։ Հետո ամենափրկիչ եկեղեցի։ Ես որոշել եմ լրագրողները մեղքեն գործել։ Համար եք քվեարկելու այսօր։ Այսօր քվեարկելու եմ Իմբիսի որ ապակա ունենա այդ Գյումրին, հավատք ունենա, սիրի իր հայրենիքը եւ իր գրբանի ու որովայնի համար չաբրի։ Այլ աբրի Հայաստանի Հանրապետության եւ Պարտիալ Աստծո համար։ Всё։ Իսկ դուք Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցում եք։ Ռոբերտ Քոչարյանին հարկում եմ, միասին աշխատել ենք, բայց քաղաքական առումով մենք միասին չենք։ Ես բարձրաձայնել եմ, ես հարցեր ունեմ Ռոբերտ Քոչարյանին տալու։ Ուրեմն երբ իմ հարցերը սպառիչ կլինեն, միանշանակ կհամագործակցեմ քաղաքական առումով, բայց աշխատած պահով ես իրեն հարկում եմ, որովհետև իրոք եղել է քաղաքի համար, աղետիկոդու վերականգնման համար եւ Հայաստանի Հանրապետության Արցախի ազատագրման համար արել է այն, ինչ որ շատերը չեն արել։ Բայց ես ունեմ հարցեր, այդ ձեր գործը չի։ Այդ հարցերը հիմիկվան է վերաբերում։ Թիվարկան այդ հարցերը այդ քո գործը չի։ Ինչի թափանցիկ չեք այդ հարցերը տվել։ Կասենք, հադիկ ձեզ կասեմ։ Հիմա ասելու բան չունեմ։ Ասա։ Դուք տեղամասերից մտահոգիչ ինչ ահազանգեր եք ստացել։ Տեղամասերից գծի հետևից նոր հեռուստատեսությամբ էլ հավանական է արդեն գծել են, որ այնտեղ մի հատ խանութ կա, ինչ որ մարդիկ մտնում են այնտեղ, հետո մտնում են ուրեմն տեղամաս։ Այսինքն դա ինչ է նշանակում, մի հոգի չէ, 2 հոգի չէ, 50 հոգի չէ, մտնում են սիրուն այդ խանութը ու գնում են այնտեղ։ Այ ուրեմն այդտեղ պետք է մի հատ խորանան։ Կարող է երշիկ են մտնում վերցնելու այս պահին, բայց երշիկ ձեռքերը չկա, ոչ էլ հաց կա, բայց ինչ պահ է որ մարդիկ մտնում ու գնում են։ Ճանաչում եք գյումրեցիների, ովքեր Սարիկ Մինասյանի չեն ցանկացել Արցախում ծառայեն, փող են տվել, որ իրենց երեխաները ազատվեն եւ Ղարաբաղը ըստ իրա վատ տեղ է։ Բա իրավական ոլորտը ինչ է անում, եթե այդպեսի մարդիկ կան։ Եթե նմանատիպ հայտարարություն են մարդիկ անում ու իրավական ոլորտը տեղիք չի տալիս, չեն խորանում այդ հարցերի մեջ, ես զարմանում եմ։ Նմանատիպ մարդիկ պետք է քրորեն պատասխանատվության ենթարկվեն, ովքեր որ փող են տվել ու չեն ծառայել Հայաստանի Հանրապետության։ Ազդեցությունը զգում եք ընտրությունների Սարիկ Մինասյանի ԱԱՑ-ական եղբոր ազդեցությունը այս ընտրությունների։ Այո, ԱԱՑ-ի իր եղբոր ազդեցությունը զգում ենք, քաղաքում լուրեր են պտտվում, մարդիկ ուրեմն տանում են, զգաստացնում են, բան այդպես ամբողջ քաղաքը որ հարցնեք, մեծամասնությունը դա ձեզ կասի։ Դրա համար ես մի 2 անգամ բարձրաձայնել եմ ընդում։ Պարոն Ղուկասյան, ԿՊ-ն ձեզ թիրախավորում է անընդհատ։ Գովազդի տակ են ասում են դուք եթե ընտրեք Վարդան Ղուկասյանի կրիմինալը հետ կգա, չգիտեմ, ձեզ անդադ է
դրա հետ եմ կապում։ այդ որ քեզ հանձնարարել են քո տերերը, քո տերերը, սպասի ասել ես պատասխանում եմ։ Ասում եք թողեք պատասխան։ Հիմա դուք վիավորական ձևով ուշքում եք կոմ։ ԿՊ-ն է ձեզ թիրախավորում, ասում է որ Դու խոսեմ ասել ես հարցը տվել ես։ Կորեկտ։ Տվել ես հարցը։ Դու ինձ մի չասես, կորեկտ քեզ դու պահի։ Տղա ջան, ես քեզ էլ չեմ պատասխանի։ Ուրեմն այ քեզ ինչ եմ ասում։ Քեզ նա ինչ եմ ասում, էլ չեմ պատասխանի քեզ։ Ուրեմն դու երբ ինձ տեսնում ես, այդ հարցերն եք տալիս։ Այդ նավտալինի հոտը, որ գալիս է, ուրեմն նավտալինի հոտը, հիմա այ մենք թիրախավորել են։ ըստ անունը ինչ եք։ Ձեզ թիրախավորել են Վահե։ Որը բանն ես կառուցես։ Այդ ինձ չպատասխան։ Ես քեզ չեմ պատասխանում։ Կառավարությունների հետ կապված տեսանյութ էին տարածել, թե ինչպես եք դուք խոստովանություն անում, որ կեղծ արաղներ կոնյակներ եք շշալցրել, ծախել ու դրանով հարստացել եք։ Ջան, Սիրուն ջան, հանգիստ եղի, բան չկա։ Քեզ էլ կդանք այդ արաղներից, կոյնագից էլ կդանք, որ լավը զգաք։